Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները այսօր հունվարի 30-ին հիմնականում անցանելի են։ Փակեն Արագածոտնի մարզում Ամբերդ բարձրլեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը կիսակցորդների համար դժվար անցանելի է։ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից մինչև Թալինի տարածք և Կարպի գյուղում մառախուղ է։ Շիրակի և Կոտայքի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին հորդորվում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ստեփան-Ծմինդա Լարս ավտոճանապարհն էլ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այսօր հունվարի 30-ին սպասվում է առանց ձեղումների եղանակ։ Հունվարի 31-ին փետրվարի 1-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Լեռնային շրջաններում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 30-ից 31-ը Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին հարավ-արևմտյան ուղղությամբ 3-ից 6 մետր վարկյան արագությամբ։ Հունվարի 30-ից 31-ը փետրվարի 1-ից 3-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժ գնացում մինչև 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 29-ից 31-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Դե ինչ այսօրվա համար այսքանը, առողջ եղեք, մնացեք Օրագիր Նյուզի հետ։